Խնդրենք հետ գնալ, ժողովուրդ մենք բացվենք։ Ժողովուրդ ջան, հետ կանգնեք, որ տեղավորվեք նորմալ։ Լավ, սկսենք արդեն։ Հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, ուրեմն նախ այսօրվա իրադարձությունները ամփոփելով ձեզ տեղեկացնեմ, որ այսօր նախատեսված էր քահանաների ժողով Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ համակարգողը Միքայել arczepiskopos Աչապահյանն էր, դա նախատեսված էր ավելի քան 1 ամիս առաջ եւ այսօր ԱԱՑ-ի ներկայացուցիչները ներկայանալով եւ առաջարկելով, այսինքն տեղեկացնելով, որ ձերբակալման որոշում է կայացվել եւ քննչական կոմիտե պետք է ներկայացնի Միքայել Սրբազանին, իրենց առաջարկվել է ժողովի աշխատանքը չխոչընդոտելու եւ ներկա բազմաթիվ հոգեվորականներին, այսպես ասեմ, անհանգիստ վիճակի մեջ դնելու համար ժողովը ավարտել եւ այնուհետեւ Միքայել Սրբազանը ինքը կներկայանա քննչական կոմիտե։ ԱԱՑ-ի ներկայացուցիչները բնականաբար չեն համաձայնվել, որից հետո ինչևից է Միքայել Սրբազանը համաձայնվել է ներկայանալ քննչական կոմիտեին, նույնիսկ այդ անհամաձայնության դեպքում, սակայն հոգեվորականներին երբ որ պարզաբանումներ է տվել, այդ ժամանակ նաև ԱԱՑ եւ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել այստեղ, դուք ներկա եք եղել եւ այդ մեծ հոսքը եւ Սրբազանին այդ եղանակով այստեղից Մայրաթորի տարածքից ձերբակալելու այդ գործողությունը առաջացրել է ինչպես հոգեվորականների վրդովմունքը, այնպես էլ այդ բանին արդեն ներկայացած քաղաքացիների վրդովմունքը։ Եվ բնականաբար տեղի ունեցավ այն ինչ ունեցավ եւ շատ լավ է որ բախումներ չեղան, այսինքն մենք չունեցանք բացական հետևանքներ։ Նույնիսկ Սրբազանը մեքենաներ արդեն հասել ուզում էր մեքենա նստել, չկարողացավ։ Երկրորդ անգամ էլ այդ ջանքերը գործադրեց գնալու, չստացվեց։ Ի վերջո ոստիկանության եւ ԱԱՑ ուժերը նահանջեցին եւ հիմա Միքայել Սրբազանը եւ մեր փաստաբանների խումբը մենք հիմա ինքներս մեկնում ենք քննչական կոմիտե ներկայանալու եւ քրեադատավարական գործողություններին մասնակցելու քննչական կոմիտեն, այսինքն Մամիկոնյաց փողոցում, այնպես որ մենք մեքենաներով հիմա շարժվում ենք այնտեղ, այդքանը։ Ինչու չստացվեց։ Մեկ վարքան խոսքը ավարտենք, հիմա Նաթան Սրբազանն խոսի։ Մեկ վարքան։